Ուզում եմ խոսել այսօր տեղի ունեցած մի զազրելի միջադեպի մասին, երբ որ Երևանի վարչական շրջաններից մեկում, որտեղ ես եմ բնակվում, որտեղ մայրս է բնակվում, ակցիա են անում ընդդիմադիր, չգիտեմ էլ ինչ ասեմ, մի խոսքով Ռոբերտ Քոչարյանի հերթական ինչ-որ ձեռնասուն իբր պայքարի ներկայացուցիչները ու պատահաբար այնտեղ փողոցում հանդիպում են խանութից վերադարձող մորս 70 անց հաշմանդամություն ունեցող մի կնոջ ու թևից քաշելով փորձում են համոզել, որ ստորագրի վարչապետին անվստահություն հայտնելու ինչ-որ, չգիտեմ, հերթական զառանցանքի տակ ու մայրս փորձում է շատ նորմալ, շատ գրագետ կերպով բացատրել, թե ինչու է իրանց արածը հիմարություն։ Ինչևէ, չեն բավարարվում դրանով ընդդիմադիրները, ինչ-որ պայից պարզում են, որ իմ մայրն է ու սկսում են 6-7 հոգի երիտասարդ, ինչ-որ չգիտեմ ինչերով, շրջափակում են, սկսում են ինչ-որ տարօրինակ ձայներ հանել, ենթադրաբար իրենց լավ մի խոսքով, ենթադրաբար ամեն դեպքում իրենց շատ նեղ շրջանակում ինչ-որ կիրառելի ձայներ, իրենց ընտանիքներում ենթադրաբար կիրառելի ինչ-որ ձայներ հանել, վիրավորել, ինձ վիրավորել, մորս մոտ, փորձել հունից հանել նրան, նկարահանել, ինչ-որ սկանդալ ստանալու համար։ Նողկալի այս միջադեպը իհարկե տեղի չէր ունենա, եթե այդ գործող անձանց երիտասարդների մայրերը նրանց տային այնպիսի տված լինեին, այնպիսի դաստիարակություն, որպեսզի օրինակ ինձ տվել է իմ մայրը, որտեվ եթե տված լինեին, ակնհայտորեն այդ մարդիկ կհասկանային, որ 70 անց ու ձեռնափայտով քայլող կնոջ հետ այդպես վարվելու ուղղակի լկտիությունը ինչքան ուզում է քաղաքական տարակարծություն կամ նույնիսկ թշնամանք ունենաց նրա որդու հետ։